ուժի ամենակարևոր դրսևորումը մտավոր ուժն է, որովհետև մարդուն մարդ դարձրել է Homo sapiens-ին ժամանակակից մարդ դարձրել է առաջին հերթին միտքը, խոսքը, սեփական մտքերը խոսքի միջոցով արտահայտելը եւ հաղորդակցվելը իր նմանների հետ։ Հիմա ես տեսնում եմ, որ Սամվել Կարապետյանը խուսափում է իր բնական բանականությունն օգտագործելուց եւ արհեստական բանականությամբ է շփվում ժողովրդի հետ, որին ինքը ուզում է գալ եւ փրկել։ Ես առաջարկում եմ, որ Սամվել Կարապետյանը մի քիչ էլ օգտվի իր բնական բանականությունից, որովհետև մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե այն մարդը, որը ինքնահռչակվում է որպես ուժեղներից ուժեղ, արքայից արքա, ինտելեկտուալներից ինտելեկտուալ, ի վերջո քանի նախադասություն կարող է ասել առանց սխալվելու եւ ինչպես կարող է հաղորդակցվել մարդկանց հետ, որովհետեւ ես վստահ եմ, որ չեն կարողանա։ Ես վստահ եմ, որ այսօրվա քաղաքական դաշտի մասնակիցներից առնվազն մի քանիսը օլիգարխները, եթե 2 րոպե ինքնուրույն մտածեն, կհոսպիտալացվեն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ուղղակի, ծանր վնասվածքներով։ Իրենք չեն կարող ինքնուրույն հոդաբաշխ մի քանի նախադասություն ասել, ել չասեմ քաղաքական տեքստ առաջարկել եւ ինքնահռչակվել որպես ուժեղ։